Վիրահատությունից հետո այս կետերը նորմալ չեն, եթե դուք ունեք դրանք։ Անցել է գրեթե 1 ամիս ու դուք էլի չեք շնչում կամ շնչում եք սուլոցով։ Այդ դեպքում պետք է քթի խոռոչը զննել եւ հասկանալ պատճառը։ Հնարավոր է դուք ունեք քթի խոռոչում կպումներ։ Կպման բուժումը իրականում պարզ է։ Այն պետք է ուղղակի հատել։ Բայց եթե կպումները շատ են, ապա հնարավոր է կարիք լինի ընդհանուր անզգայացմամբ շատ մանրակրկիտ վերականգնողական վիրահատություն։ Գնանք ավելի հեռու, ենթադրենք անցել է 1 ամիս, բայց դուք շրջանգատվում եք, որ չեք կարողանում շնչել։ Հնարավոր է ձեզ մոտ առկա է քթի ստորին խեցիների բացակայություն կերկրճատման հետևանքով կամ դրանց հեռացման հետևանքով։ Այդ դեպքում առաջանում է դատարկ քթի սինդրոմը։ Ինքը իրենից ներկայացնում է օդի հոսքի խանգարում, բուժառում իրականում շնչում։ Սակայն օդի բնականon հոսքի խանգարման հետևանքով բուժառոյի մոտ տպավորություն է, թե ինքը չի շնչում։ Բոլոր դեպքերում այս ամենից խուսափելու համար ամենակարևոր պայմանը այն է, որ բաց չթողնեք ձեր բոլոր վիրակապական օրերը։ Ժամանակին իրականացնեք բոլոր հանձնարարականները, որը ձեզ տվել է բժիշկը խորհուրդների եւ բուժման տեսքով։ Ոչ պակաս կարևոր կետը։ Եթե ունեք որոշակի հարցեր բժշկին, գանգատներ, ապա մի թաքցրեք դրանք։ Մի ամաչեք դրանց մասին խոսելուց։ Թեկուզ դες թվա, թե դա շատ պրիմիտիվ հարց է։ Եթե ունեք, ավելի լավ է այդ պրիմիտիվ հարցը տակ, հարցի պատասխանը ստանաք, քան դուք ենթադրեք, թե ինչ կարող է լինել։ Եթե ունեք քթանշանչառության հետ կապված հարցեր, ապա գրեք մեկնաբանությունում կամ զանգեք գրեք էջում նշված համարով, ես սիրով կպատասխանեմ։